Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 7-ն է, մայրության և գեղեցկության տոնը և տոնի առիթով փորձել ենք զրուցել մեր շատ սիրելի Կարին Տոնոյանի հետ։ Ողջունում եմ Տիկին Տոնոյան, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, գիտեմ, որ շատ զբաղված եք, մանավանդ ապրիլի 7-ն է, դպրոցում տարբեր միջոցառումներ և դուք ժամանակ գտաք մեր համար, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, ասեմ, որ այո, ապրիլի 7-ը մեր դպրոցում առանձնահատուկ է, որովհետև եւ շատ լավ է, որ աշխատանքային օր է, որովհետև մենք մարտի 8-ը չենք տոնում, մենք չենք համարում դա մեր տոնը, շատ լավ գիտենք պատմությունը, որտեղից է եկել եւ ինչպես է դարձել միջազգային տոն, մեզ համար ապրիլի 7-ը ավելի ազգային է, ավելի հարազատ է, եւ որպես Անահիտի եւ որպես Մարիամ Աստվածածնի օրհնության եւ հղիության հայտնիության օր։ Դրա համար մենք մեր եւ հին հավատը կարեւորելով եւ նոր հավատը, որովհետեւ մենք այլ կերպ ենք վերաբերում դպրոցում, մենք համարում ենք, որ հեթանոսությունը մեր հավատի մանկությունն է։ Քրիստոնեությունն արդեն հասունությունը եւ չենք հակադրում դրանք իրար եւ շատ համերաշխ ապրում ենք այդ ամբողջ իմացությամբ, որովհետեւ առավել եւս մենք առասպելներ ենք անցնում դպրոցում եւ մեր հեթանոս ցեղակերտ աստվածների ողջ պատմությունը երեխաները սովորում են եւ հետո քրիստոնեության ամբողջ գաղափարախոսությունը։ Դրա համար ապրիլի 7-ը մեզ համար շատ կարեւոր տոն է, շատ սիրված տոն է եւ շատ ավելի խորհուրդ ունեցող տոն է։ Տիկին Տոնոյան, լինելով դպրոցի տնօրեն, միևնույն ժամանակ կարծում եմ, էլի, պատասխանատվություն կա նաև այն, ինչը որ դուք սովորեցնում եք երեխաներին, դա ինչ որտեղ նաև օրինակ ծառայի նաև մայրերի համար հնարավոր է, չէ, հաշվի առնելով, որ տարբեր մայրեր են եւ տարբեր ընտանիքներում դաստիարակված մայրեր են, ինչ կասեք, հետաքրքիր է երեխաները ինչ կերպ են փոխանցում այն, ինչ իրենք ստանում են դպրոցում եւ արդյոք հենց մայրերին հետաքրքիր է, որ միգուցե իրենք իրենց դպրոցներում բաց են թողել այն, ինչը որ դուք այստեղ տալիս եք երեխաներին։ Այո, հիմնականում ծնողները շատ են հենց եւ հետաքրքրվում եւ ուզում, երբ որ տեսնում են, որ իրենց երեխաները իրենցից շատ ավելին են ստանում ու սովորում։ Եվ բացի դրանից մենք դպրոց ընտանիք ենք կերտել մեր դպրոցում, այսինքն մենք բոլոր տոները տոնում ենք միասին, ծնողների հետ, տատիկ պապիկների հետ, քաղաքից դուրս ամբողջ դպրոցով գնում ենք եւ ծնողների հետ այդ ավանդույթների վերականգնումը, երեխաների իմացության խորացումը մինչեւ իրենց արմատներ, նաեւ ինֆորմացիություն, տեղեկատվություն է բերում ծնողներին, ընդհանուր մինչեւ մեր բարբերաբար մեր դպրոցում կազմակերպվում են նաև ավանդական ճաշատեսակների այդպես վերականգնումը եւ տարբեր տարաբնույթ միջոցառումներով մենք անընդհատ պահում ենք կապը մեր երեխաների իրենց արմատների հետ, որովհետեւ ցանկացած կենդանի գոյություն իր արմատներով է հզոր։ Եվ մեզ մեր արմատներից կտրելով հենց մեզ թույլատնելու քաղաքականությունն այսօր տեղի ունենում, դրա համար հենց մենք ամենաշատը ուշադրություն ենք դարձնում երեխաների ինքնության գիտակցմանը, բարձր գիտակցմանը, ինքնության տարբեր բաղադրիչների եւ որպես մարդ, եւ որպես ազգ, եւ որպես սեռ, դպրոցում նաեւ շատ մեծ ուշադրություն է դարձում սեռային առանձնահատկություններին եւ մեր ազգային առանձնահատկություններին սեռին վերաբերող, ինչպիսին պիտի լինի հայ աղջիկը, ինչպիսին պիտի լինի հայ տղան։ Եվ նաև ամենակարևորը դպրոցում կարևորվում է երեխայի առաքելությունը։ Մենք սովորաբար մեր աշակերտներին տրամադրում ենք, որ աշխարհում գոյություն ունեցող ցանկացած կենդանի թե անշուրջի ստեղծված է ինչ-որ նպատակի համար։ Հետևաբար նպատակի համար է ստեղծված նաև ինքը։ Ուրեմն դպրոցի խնդիրն է օգնել աշակերտին գտնելու իր ստեղծման նպատակը եւ օգնել, որ ինքը ծառայի այդ նպատակին, որովհետեւ դա է երջանկության ճանապարհը։ Իսկ մենք ամենաշատ ուզում ենք, որ մեր երեխաները երջանիկ լինեն, հաջողակ ու երջանիկ եւ պիտանի։ Իրենց հայրենիքին, իրենց միջավայրին, իրենց ընտանիքին եւ իրենք իրենց բնականաբար։
Ստացվում է դպրոցը լիովին այն ինչը որ պետք է եւ անհրաժեշտ է եւ թե ազգային ինքնությունը պահպանելու եւ որպես մարդ լինելու, միևնույն ժամանակ կարծում եմ նաեւ որպես քաղաքացի լինելու, հա, բոլոր պարտականությունները կատարում է։ Իսկ լինում է, որ ծնողների կողմից դա չընկալվի կամ միգուցե ծնողները ընդդիմանան եւ ասեն այն ինչը որ տալիս է դպրոցը, մանավանդ մայրերը, հա, որովհետև ավելի շատ մայրերն են զբաղվում երեխաների կրթությամբ եւ ընդհանրապես առօրյայով, իսկ այսօր մենք գիտենք հենց անհատ քաղաքացի լինելու համար երբեմն կա կշտամբանք, երբեմն կա խոչընդոտ, այնպիսի խոչընդոտներ եւ հետեւաբար մայրերը իրենց բնազդը ինչ որ չի հակառակվում նրան, ինչը որ տալիս է դպրոցը։ Ուղիղ հակառակը։ Դե բնականաբար ժամանակակից մայրիկները ամեն ինչ անում են, որ իրենց երեխաները ունենան ամեն ինչ, որն էլ հենց ամենամեծ վտանգն է երեխաների համար, որովհետև ամեն ինչ ունեցող երեխան կորցնում է հետաքրքրությունը եւ իր կյանքում այլևս ձգտում նպատակ չի լինում հասնելու, իր ուժերով հասնելու, սովորելու, որ հասնի նաեւ այն նրան, ինչը ինքը չունի։ Եվ մենք հաճախ ենք զրույց ունենում մեր ծնողական ժողովները, եթե կուզեք, հիմնականում բարոյախրատական հանդիպումներ են երիտասարդ մայրիկների հետ, թե ինչպես չվնասել երեխային իրենց ավելորդ մայրությամբ, մայրական սիրով, որովհետև ամենաշատը երեխային կարելի է վնասել ավելորդ սիրով, ավելորդ ուշադրությամբ, եսակենտրոն դարձնել ինքնաբավ, դարձնել, այսինքն որ հիմնականում այսօր ասում են մոտիվացիա չկա, երեխաները չեն սովորում, որտեղ երեխաները շատ բաներով են ապահովված։ Իհարկե տարբեր են պատճառները, բայց հիմնականում դրա համար մենք շատ անկեղծ, շատ նաև պահանջատիրական զրույց ենք ունենում մայրիկների հետ, որովհետև բոլորը գիտեն Հայասպետը ունի գաղափարախոսություն եւ իրականում հիմնականում մեզ ընտրում են հենց մեր գաղափարախոսության համար, մեր գաղափարակիր, հենց գաղափարակից ծնողները, այնպես որ շատ հազվադեպ է լինում, որ մենք ունենանք ինչ-որ չհասկացվածություն մայրերի կողմից, հիմնականում շատ շնորհակալ են, հիմնականում ընդհակառակը իրենք էլ են ընդունում, իրենք նույնիսկ խնդրում են, որ իրենց համար առանձին սեմինարներ կամ դասեր կազմակերպենք եւ գիտեք մարդը ճշմարտությունը բնազդով է զգում, հիմնականում բնազդով իրենք հասկանում են, որ մենք ենք ճիշտ, իրենց ցանկություններով, իրենց ուզածով, այդ պահի թելադրանքով իրենք ամեն ինչ անում են իրենց երեխաների համար, բայց երբ որ մենք իրենց քննադատում ենք, իրենք հասկանում են, որ մենք այնուամենայնիվ ճիշտ ենք եւ իրենք վնասում են իրենց երեխաներին, որտեղ ամեն մայր ուզում է, որ իր երեխան լինի ամենան, իսկ ամեն ինչի չափից շատը վատ է։ Կինտոնյան, տեսեք, հետաքրքիր է դուք եւ մայր եք, եւ ուսուցչուհի եք, կարելի ասել դպրոցի երեխաները ձեր երեխաներն են, հա։ Առաջինը մերն են, մայրիկները բոլորը գիտեն։ Իրենք ավելի շատ մեզ մոտ են, քան իրենց ծնողներին, իրենք ավելի շատ մեզ են տեսնում, քան իրենց ծնողներին։ Տեսեք, առավոտյան 8:30 ծնողները բերում են, ժամը 4:30 որոշները նաեւ 6:30 նոր վերցնում։ Եթե քնելը հանենք, տեսեք, մենք իրենք մեզանից 2 անգամ պակաս են տեսնում իրենց երեխաներին, եւ հետեւաբար երեխաները շատ ավելի մեր դասիրակությունն են ստանում, մեր գաղափարախոսությունն են լսում, մեր սերն են ստանում, մեր հարգանքն են տեսնում, քան թե ծնողների։ Իհարկե ես բացարձակ չեմ ուզում թերագնահատել ծնողի կարևորությունը, բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք դպրոցը եւ ծնողը լինեն համակարծիք, համագործակցային, որովհետև եթե մենք զգում ենք, որ մեր եւ ծնողի հայացքները տարբեր են, դասիրակության ոճերը տարբեր են, մենք խորհուրդ ենք տալիս չտանջել երեխային։ Անձամբ ես զրուցում եմ եւ ասում եմ ավելի լավ է տեղափոխեք ուրիշ տեղ, որովհետև մեղք է այն երեխան, որ դպրոցում մի բան է լսելու, տան ուրիշ բան եւ չի հասկանալու որը ընտրի, որտեղ մենք երկուսս էլ իր համար հարազատ ենք, էլի եւ որն էլ ընտրի, դա նշանակում է հակադրվել մյուսին։ Եվ չի կարելի, որ երեխան իր ծնողին հակադրվի կամ դպրոցին հակադրվի, դրա համար միշտ խորհուրդ ենք տալիս տեղափոխել։ Ստացվում է, որ պատասխանատվությունը շատ մեծ է։ Հիմա այսպիսի նաև մի հարց է ինձ մոտ առաջանում։ Դուք այլ սերնդի ներկայացուցիչ եք, պարզ է, որ անընդհատ դպրոց է, սերնդափոխություն է,
ինչ տարբերություն կա, ասենք, որպես առավելություն դիտարկենք այսօրվա մայրերի մեջ եւ հնարավոր է նաեւ ոչ առավելություն, բայց ուզում եմ հասկանալ սովետական ժամանակի մայրերը եւ հիմա ինչ դաստիարակության մեջ ինչն է փոխվել հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունը եւ հաշվի առնելով որ հիմա կա ինտերնետ, մարդիկ ավելի ինֆորմացիա կարող են ստանալ։ Գիտեք, տարբերությունը սովետական Հայաստանում ապրող մոր, հա, մտածողության, գաղափարախոսության, երեխայի նկատմամբ վերաբերմունքի, դաստիարակության եւ ժամանակակից մայրիկի միջև մեկն է։ Սովետական տարիներին ապրող մայրը թիկունքում ուներ հզոր պետություն, կապ չունի, որ սովետական էր, ինչ որտեղ ազգային չէ։ Մենք այն ժամանակ ավելի ազգային էինք, քան թե հիմա, ցավոք։ Իսկ ժամանակակից մայրը իր թիկունքում չունի պետություն, ընդհակառակը ինքը երբեմն ստիպված այլ դասագրքերի առումով ժամանակ այս իշխանության հատկապես օրոք ընտրած քաղաքականության առումով ժամանակակից մայրը մի բաներ պետք է պաշտպանի իր երեխային։ Իսկ ի՞նչն է տարբերությունը։ Այն պետությունը տեր էր կանգնում մարդուն եւ ընտանիքին։ Այս պետությունը ընտանիքին եւ մարդուն հիշում է միայն այն ժամանակ, երբ հարկ պիտի վերցնի կամ պիտի բանակ տանի։ Մնացած բոլոր բոքսերով մարդը եւ ընտանիքը մենակ են, ընդ որում պետության դեմ են մենակ, պետությունը իր թիկունքում չէ, պետությունը իր դեմ է։ Սխալանի տուգանեն, չկարողանա վճարել, հարկադիր ուղարկեն, հազար մի ձևերով, հասկանում եք։ Եվ այսօրվա մայրիկի վիճակը շատ ավելի բարդ է։ Մենք մեր ժամանակ հստակ գիտեինք, ուղենիշը կար։ Երեխան սովորում էր, եթե լավ էր սովորում, ապա անպայման գնում էր բուր, բուրն ավարտում էր անպայման աշխատանքեր ունենում, ամուսնանում էր անպայման հերթեր կանգնում, որ տուն ստանար, մի երեխա էլ ավել էր ունենում, անպայման բարելավում էր ստանում, տեսեք քանի տեղ պետություն է եկավ։ Հիմա որևէ տեղ պետությունը չի գալիս, եթե լավ է դեռ, եթե չի խանգարում։ Ոչ ամեն ինչ դու մենակ պիտի անես, ամեն ինչ քո երեխան մենակ պիտի անի։ Հետևաբար այսօր ծնողը ծնված երեխայի ծննդյան օրից արդեն սկսում է մտածել, ամեն ինչը ոնց պիտի անի, որ երեխան կարողանա գոյատևել։ Գոյատևելը դեռ թողնենք, եթե անգամ կարողանա ոչ թե գոյատևի, այլ ապրի, որտեղ ապրելն ուրիշ բան է, գոյատևելը չի։ Ցավոք այսօր մեր երկրում շատերը ստիպված են գոյատևման խնդիր լուծել եւ ոչ թե ապրելու եւ այն էլ երջանիկ ապրելու։ Հենց այստեղ է որ մենք զգում ենք պետության, պետական գաղափարախոսության, պետական աջակցության, անվտանգության, զարգացման եւ հեռանկարի բացակայության փաստը։ Եվ սա շատ տխուր է։ Ես միշտ մեր մայրիկների հետ զրուցում եմ եւ դրա համար է որ մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որ մի քիչ թեթևացնենք երիտասարդ մայրիկի, երիտասարդ ծնողներին ու միայն մայրիկի հոգսը։ Գոնե գաղափարախոսության առումով սովետական միության տարիներին կար կուռ գաղափարախոսություն։ Ճիշտ է, այդտեղ հայրենիքը սովետական միությունն էր համարվում, ոչ թե Հայաստանը մեծ հայրենիքն էր հայրենիքը, բայց այն հայրենասիրական դաստիարակությունը, որ մենք ստանում էինք հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական դառնալով սահմանափակ էր, բայց այնուամենայնիվ նա ծնեց Արցախյան առաջին հաղթանակը։ Դաստիարակել էին մեր սովետական պետության համար պայքարելու, չէ, այդպես հայրենիքի, բայց այդ հայրենասիրությունը բացարձակ հայրենասիրությունում են։ Կերպարներ էին հորինել, հիշում եք, Պավել Կարճագին, Հունանո Ավետիսյանը ուռճացված կամ չի, բայց կերպարներ կային, որոնցով մենք դաստիարակեցինք, մեծացանք եւ ձգտեցինք նման կերպեր ուսանալ։ Դրա համար Արցախյան առաջին հաղթանակը այդքան շարունդալից հաջողություն ունեցավ եւ հերոսներ ունեցավ։ Այս իրավիճակում, երբ որ մենք թվում է թե անկախ ենք եւ ամեն ինչ ունենք, որպեսզի մեր ազգային արդեն հայրենասիրական դոկտրինը մշակենք, կրթական հայեցակարգը մշակենք, մենք բառից բուն իմաստով ոչ միայն անտեր ենք, այլ այլ ընդհակառակը ամենամեծ դժբախտությունն է որևէ ժողովրդի կամ ազգի համար, պետությունը աշխատում է ազգի դեմ։ Եվ այս իրավիճակում քո ապրելով անգամ, եթե դու փորձում ես պահել քո ազգային, արդեն հերոսանում ես, որովհետև դու դրա համար կարող ես ամենակիչը բանտ ընկնել։
հասկանում եք, հազարը մի օրինակ կամ գրված կամ չգրված, կարկատանարված պատճառներով, էլի, եւ այսօր պահանջել հայ մորից, որ իր երեխային ազգային դաստիարակություն տա, դժվար է։ Մարդիկ հասկանում են, որ այս ժամանակները շատերը չեն, որ այդքան խորություն ունեն, որ հասկանան, որ ժամանակները միշտ գալիս գնում են, ազգայինը հավերժ է, մարդկայինը հավերժ է եւ երջանկության ակունքները հավերժ են։ Չեն փոխվում դրանք։ Բոլոր ժամանակներում մարդը մի դեպքում է եղել երջանիկ, երբ որ ինքը հավատարիմ է մնացել իրեն, իր տեսակին, իր ստեղծման նպատակին եւ չի գնացել կեղծ արժեքների հետևից։ Իր արժեքները եղել են իր ներսից եկող, ոչ թե դրսից ներդրված, այն էլ բացարձակապես օտարներից ներդրված։ Մենք հիմա ապրում ենք օտարների հարկադրած արժեքների ժամանակներում, որտեղ ասում եմ, պարզապես հերոսություն է քո երեխային հայ կարողանալ պահել դաստիարակել։ Տիկին Տոնոյան, դուք իհարկե դրսի ներդրումը կա եւ տեսնում ենք, որ ամենտեղ կա դրսից հրահանգ, բայց դրսից շատերը կարող են, այսպես ասած, շատ բան ասել եւ շատ հրահանգներ տան, բայց հիմա մենք տեսնում ենք մեր երեխաների նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ հենց մեր իսկ իշխանություններն են, ընդդեմ գործում, եւ եթե մենք անգամ տեսնում ենք այսօրվա իշխանությունը ինչ է անում, ինչ որ զարդեր է բաժանում, կրծքազարդեր, որ իբրև որ Հայաստանի Հանրապետության քարտեզն է եւ արդեն իսկ մեր երեխաներին մատուցվում է եւ ուղակի պարտադրվում է ինչ որտեղ, որ ընդունեք, որ սա է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դուք ինչպես եք կարողանում դպրոցում դրան հակադրվել, դրան ընդդիմանալ, որովհետև այժմ ընդդիմանալը շատ ռիսկային է։ Ռիսկային է նրանց համար, ովքեր վախենում են։ Մենք մեր տան ունենք ու վախ չունենք։ Ես ուզում եմ, դուք ամենից ճիշտ ասացիք, բացի մեկը բառից։ Մեր իշխանությունները, իրենք մեր իշխանությունները չեն։ Իրենք թրքապատակ իշխանություններ են, ուրեմն թրքադիր իշխանություններ են, ով էլ ուզում է իրենց դրսից հովանավորը լինի, միևնույն է թուրքական շահերն են իրենք պահում, դա փաստ է, դա իրենք ավելի շատ են ասում, երեք ազգային ժողովի նախագահ, երեք նախորդ օր ասաց Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, չէ՞։ Ինքը թող ապրի Ադրբեջանի անվտանգության երաշխիքով, ես չեմ ապրելու եւ իմ ընտանիքը եւ իմ աշակերտները եւ իմ հարազատները չեն ապրելու Ադրբեջանի անվտանգության երաշխիքով, ընդհակառակը ամեն ինչ անելու են, օր առաջ զորանալու եւ Ադրբեջանին իր տեղը քշելու, իր տեղը ցույց տալու եւ Ադրբեջանի նվիրած իրենց ամեն ինչը հետ բերելու, պատվից սկսած։ Ինչպես է հաջողվում, մենք հաջողության մասին չենք մտածում, դա մեր կենսակերպն է, մենք այդպես ապրում ենք, պարզապես մեզ չդավաճանելով։ Անկամ նրանք, ովքեր այսօր վախենում են, այո, ցավոք այսօր Հայաստանում ես միշտ եմ ասում, ոչ թե այս իշխանությունն է տիրում, այլ վախն է տիրում։ Իրականում այսօր բացարձակ իշխանություն Հայաստանում ունի վախը, որովհետև մարդիկ, որոնք անգամ հոգու խորքում շատ կուզեին, որ Արցախն էլ լիներ, մի բան էլ Արևմտյան Հայաստանը վերադառնալ, բան այսօր չեն խոսում դրա մասին, թաքցնում են եւ ռևերանսներ են անում իշխանության առջեւ, ընդամենը մի կտոր հացի, այսինքն իրենց աշխատավարձի մի կտոր կամ կես աթոռ պաշտոնի համար, որտեղ լիարժեք աթոռը այն աթոռն է, որին դու տիրում ես, ոչ թե այն աթոռն է, որը քեզ է տիրում։ Այսօր ցավոք Հայաստանում տեղի ունենում, համատարած տեղի ունենում պատվի առևտուր։ Առնում են բոլորից, ովքեր պատրաստ են իրենց պատվի խիղճը վաճառելու, վախի ազդեցության տակ, ինչ որ շատ ավելի փոքր բան կորցնելու։ Պարզապես նա շոշափելի է, քանի որ պատիվը, խիղճը, անունը, հեղինակությունը, կարոտը, երազանքը շոշափելի չեն, հեշտ է վաճառել, գիտեք, բայց ոչ ոք հաշ չի ապրում դրանց կորստի հետ։ Ես համոզված եմ առավել քան բոլոր նրանք, ովքեր այսօր լռում են, իրենց հոգում անհաշտ են դրա հետ։ Պարզապես պետք է այո ունենալ մեծ համարձակություն եւ ամենակարևորը ինքնասիրություն,
որպեսզի դու քո երազանքին չդավաճանես, որ դու քեզ ինքդ քեզ չդավաճանես, դժվար բան չէ, ես կարծում եմ իրենսպես ապրելն է դժվար, ես չէի կարող իրենսպես ապրել, վաճառվելով ապրել ես չեմ կարող։ Իսկ դուք չեք կարծում, որ ձեր նման, ձեր ծնողների, դպրոցի ծնողների նման, մայրերի նման մարդիկ, քանի որ հասարակության մեջ քիչ են, այսինքն տոկոսային իրենք քիչ են, չեն կարող իրենք, այսպես ասած, ինչ որ եղանակ ստեղծել, թե դուք դրա հետ համամիջ չեք, ես սա փոխանցում եմ տարբեր մարդիկ են ասում, հա, ասում են ազգայինը հիմա արդեն հետընթաց է ապրում, որովհետև դա այսպես ասած այդ մարդկանց բառերով մոդայիկ չէ, այսօր պետք է ավելի կոսմոպոլիտ լինել, որպեսզի կարողանանք գոյատևենք, ի վերջո հաշվի առնենք, որ մենք փոքր ազգ ենք, մենք չենք կարող ընդդիմանալ մեր հարևաններին, ընդ որում հզոր հարևաններին, հետաքրքիր է ձեր կարծիքը։ Նախ փոքր ազգեր չեն լինում, լինում են փոքրոքի ազգեր։ Ազգերի քանակը կամ նրանց զբաղեցրած տարածքի քանակով չի որոշվում հզորությունը։ Սինգապուրը ձեզ օրինակ եւ բազմաթիվ նման փոքր երկրներ, որոնք այսօր թելադրում են աշխարհի իրենց քանակը։ Հենց ինքը Իսրայելը մեծ տարածք է, իրենց մեծությունը ուրիշ բաներով չէ չափվում։ Հայ ժողովուրդը փոքր ազգ չէ, եթե հաշվի առնենք համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ներդրած արժեքները, ապա շատ մեծ ազգ է։ Երկու եկեք տնենք Ադրբեջան, հենց ադրբեջանցիներն են չէ խոստովանում դա։ Բայց թողնենք դա, հիմա դուք ասում եք ազգային ժամանակը չի ասում են, ես ասում եմ, ես դրա հակառակի ապացույցն ունեմ։ Մեր դպրոցի ընդունելությունը ընդամենը մեկ ամիս են կազմակերպել ու փակել ենք արագ, որովհետև խոսքը Հայասպետ դպրոց, Հայասպետ գալիս են հիմնականում հենց Հայասպետի ազգային լինելու համար, քաղաքացիության համար, որովհետև մենք եւ շենքային պայմաններով եւ ամեն ինչով մենք զիջում ենք այն այսօրվա մոդայիկ դպրոցներին, հա, մենք հարմարեցված դպրոցում ենք, բարձրակալությամբ, հասկանում եք, այստեղ եւ գիտեք ինչ հոսքով են գալիս, մի տեղի համար, եթե մենք չփակեինք հիմա, եթե 5-6 դիմող է մի տեղի համար, համալսարանները այսօր այդպիսի բան չունեն, կոնկուրս չունեն, հասկանում եք, ապա եթե մենք չփակեինք արագ, ընդամենը 20 օր ենք, 28 օր ենք պահել, եթե չփակեինք հայտագրումը, ապա հիմա մի տեղի համար 10-15 դիմող կունենայինք։ Սա լավագույն ապացույցն է, որ գալիս են ազգայինի հետևից, որովհետև մենք նաև հարցնում ենք ծնողներին, ինչու եք ընտրել մեր դպրոցը, պատասխանը միանշանակ է ազգայինի եւ կարգ ու կանոնի համար։ Հասկանում եք, սա նշանակում է արդեն, որ մարդիկ ինչքան էլ որ այսօր լռում են, ինչքան էլ որ այսօր ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն ցույց տալիս իրենց իրական երազանքները, իրենց ցանկությունները կամ իրենց կարծիքը չեն արտահայտում, այնուամենայնիվ գնում են այնտեղ, որտեղ կա ճշմարտություն, որովհետև ազգայինի վերջը ինչն է, քո ինքնասիրությունն է, քո ինքնությունն է։ Հիմա լինել հայ եւ չգնալ քո պատմության, քո ինքնասիրության, քո ինքնության հետևից նշանակում է կեղծիքով ապրել ամբողջ մի կյանք։ Հաստատ դու չես դրանով դառնալու ոչ ռուս, ոչ եվրոպացի, ոչ ամերիկացի, որևէ անգամ թուրք չես կարող չէ դառնալ։ Ինչքան էլ ուզում ես դու հեռանաս քո ազգայինից, քեզ ուրիշ ազգ չի ընդունելու։ Հիմա իր եսից հրաժարված մարդը որևէ մեկի մոտ հարգանք չի առաջացնելու։ Ընդհակառակը հարգում են իր տեսակի մեջ։ Ինքնությունն ինչ է, ազգն ինչ է, տեսակն է մարդու։ Հիմա մարդիկ մրգերն անգամ չէ, ցանկացած բան, բանջարեղեն, միրգ ցանկալի է իր տեսակի մեջ, չէ։ Մենք չենք ուզում տանց ու խնդրում խնձորների մեջ, ճիշտ է։ Նույնը եւ ազգն է, սա շատ պարզ բացատրությունն է, պարզ համատություն ու բացատրություն է։ Ազգը այնքանով է հարգված եւ պահանջված, որքանով իր տեսակը պահում է։ Մենք հիմա մեզ ամեն կողմից առաջարկում են դավաճանել մեր տեսակին, կորցնել մեր դեմքը, լինել անդեմ, անհոտ, անհամ, մշակույթը մեր համու հոտն է, մեր մշակույթը։ Եթե մենք հրաժարվում ենք այդ արժեքներից եւ մշակույթից, դառնում ենք ինչ-որ ասում եմ, անհամ, անհոտ, անդեմ, անանուն։ Ում ենք պետք գալու այդպես, ոչ ոքի։ Տեսեք այսօր մի հատ փոքրիկ Հայաստանի համար մնացել է մի փշուր ընդամենը մեծ հայքիչ, չէ՞, բայց անգամ այդ մեկ փշուրի, մեկ փոքրիկ փշուրի համար
աշխարհի մեծերն են, այն լավ խոսքար, չէ, որ Սարգսյանն ասում էր, մեղրի մի օր հայերի դուրը կբերի աշխարհի մեծերին։ Ճիշտ է։ Հիմա բոլորն են գալ։ Դու պիտի քո կարևորությունը տեսնես քո ունեցածի մեջ, ոչ թե ուրիշից վերցրածի մեջ։ Ցավոք, այո, 30 տարի սխալ կրթական համակարգի ներդրման պատճառով, որտեղ եթե Բոլոնյանը կամ մյուսները լավ էին, իրենց համար էին լավ։ Ճիշտ է, ինչքան էլ ուրիշները ճոխ հագուստ ունենում են, մենք մեր հագուստի մեջ ենք մեզ ավելի հարմար զգում։ Մենք պետք է մերը ստեղծեինք, չստեղծելու հետևանք ամեն ինչի հիմքը կրթությունն է։ Նիկոլն էլ է բաց կրթության այսօրվա հետևանքը։ Հասկանում եք, մենք քանի որ ստեղծեցինք ազգային կրթություն, ազգային կրթական հայեցակարգ, այսօրվան հասանք։ Եվ այսօր էլ այս վիճակում ամենակարևորը Հայաստանում ոչ թե ընտրություններն են, ոչ թե քաղաքական, չգիտեմ ինչ դավերն ու խաղերն են, այլ կրթական ճիշտ համակարգ ստեղծելն է։ Այսօր ամենակործանարերը Հայաստանի այսօրվա ներդրած կրթությունն է։ Դրա համար շատ կան։ Իսկ կրթությունը ինչ պիտի անի։ Կրթությունը պիտի օգնի հայ երեխային պահել իր տեսակը, իր տեսակի մեջ հզորանալ եւ արժևորել տալ աշխարհին մասնակից դառնալով համամարտկային արժեքների կերտմանը իր կարևորությունը։ Հենց մենք դարձանք այդ կերտողը եւ ցույց տվեցինք, որ մենք կարող ենք, մենք մեր անվտանգային խնդիրներ կլուծենք։ Շվեյցարիան տեսնում եք, փոքրիկ երկիր է, չէ՞, ոնց է լուծել իր անվտանգային խնդիրը։ Հոկրի պատերազմով չի լուծել։ Ուրիշներին վերցնելով չի, իր տեսակի մեջ այսքան անվտանգ երկիր է, բայց ամեն մարդ իր տանը իր հագուստն ունի, իր զենքն ունի, այսինքն բոլորը պարտադիր զինվորական են։ Այս մտածողությամբ շատ բան կա խոսելու էլի դրա շուրջ, մտածողությամբ իրենց տեսակը կարևորելով ու հարգելով են ազգերը հարգելի դառնում նաև աշխարհի համար։ Մենք մեր ինքնահարգանքն ենք կորցրել, դրա համար էլ այս վիճակը։ Տիկին Տոնյան, ուզում եմ հիշել Նժդեհի հայտնի խոսքերից մեկը, մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը եւ մի խոսքեր կա հետաքրքիր, որ իդեալ մայրեր մենք ունենանք, որպեսզի մեր երեխաները, մեր ազգը ընդհանրապես երջանիկ լինի։ Դուք ինչ եք կարծում, ինչ պետք է անի այսօրվա հայ մայրը, մենք արդյոք կարող ենք ասել, որ մենք իրոք ունենք իդեալ մայրեր կամ միգուցե արդեն ժամանակն է մտածել դրա մասին, որ հենց իդեալ մայրեր ստեղծելով մենք կարողանանք պահպանել մեր ինքնությունը, մեր որակը, մեր առաքելությունը, մեր ինքնահարգանքը։ Գիտեք, Նժդեհը երիցս ճիշտ է, բնականաբար Նժդեհը Ռաֆիա էր, մեծ մարգարե, բայց այդ իդեալ մայրերին պետք է կրթել, որ իրենք երկնքից ոնց ենք ստեղծելու, այդ ասել ենք ստեղծվելու է, նրանց պետք է կրթել։ Կրթելու համար պետք է ունենալ լավ կրթական համակարգ, վերադարձանք Շրջանից յուր, կրթական համակարգ, ու էլի կրթական համակարգ։ Տվեք ինձ լավ կրթություն, մի քանի ազգային հզոր դպրոց եւ ես 10 տարի հետո Հայաստանը կդնեմ աշխարհի մեծերի շարքում։ Ես դա միշտ ասել եմ, ես դա կարող եմ ապացուցել ցանկացած բանավեճում եւ դա է ճշմարտությունը, որովհետեւ այո, մայրերը շատ մեծ դեր են խաղում, որովհետեւ տղաներին, որոնք այսօր հիմնականում մեր քաղաքական այրերն են եւ մենք տեսնում ենք, որ մեր խնդիրը հենց չկայացած քաղաքական այրերի մեջ է, թողներեն ինձ բոլորը, մենք մեր տղաներին նույնպես դաստիարակում ենք մայրերով, չէ՞։ Եթե մենք մայրերին չենք կրթում, չենք դաստիարակում, դրանք չեն կարող ոչ իդեալ դառնալ, ոչ էլ դաստիարակել նոր սերունդ։ Այսօր կտրված է, նախկինում երբ որ մենք չունեինք պետականություն, մեր փակ ավանդապաշտությունը ընտանիքներ պահում այդ մայրական դաստիարակության գլխավոր արժեքները։ Երբ որ մենք արդեն թվում է թե երազանք է, չէ, անկախություն ձեռք բերեցինք, պետություն ձեռք բերեցինք, մայրը, ընտանիքը իր հոգսը թողեց, վերջույթ չէ պետություն, ազգը ստեղծում է պետություն, որ հենց այդ հոգսերը վերցնի ծառայողների մի խումբ վերցնի իր վրա։ Մենք թողեցինք իրենք էլ մեզ խաբեցին, ծախեցին մեր բոլոր արժեքները, առեզրկեցին ամեն ինչ եւ այսօր հայ ազգը խարխափում է, որն է իրենը, որն է օտարինը, որն է ճիշտը, որն է սխալը, եւ շատ արագ պետք է դա վերականգնվի։
տա Աստված, որ հունիսը լինի ճակատագրական Հայաստանի համար, այս խմբակին հեռացնենք մեր հայրենիքից եւ ով էլ գա, թող ինձ ասեմ բոլոր քաղաքական ուժերը, ով էլ գա, առաջինը պիտի սկսի կրթական համակարգից։ Առաջինը, անգամ եթե անգամ ոչ շուտ բանակի հետ, բանակը վերակերտելու եւ վերակառուցելու, ապա հավասար պիտի սկսի դրանք։ Դրանք որևէ մեկը մեկից ավելի կարևոր չեն։ Եվ եթե կսկսի, ապա կհաջողի։ Տիկին Տոնյան, իհարկե կարելի ասել դուք արդեն նաև սա այն ինչ ասացիք, նաև կոչեր մեր մայրերին, բայց ամենայն դեպս մայրության եւ գեղեցկության օրն է եւ մեր տղաները, կարծում եմ հայ տղամարդիկ ընդհանրապես մայրերի սիրող են եւ իրենք մայրերի մի առանձնահատուկ, յուրահատուկ տեղ են տալիս իրենց կյանքում։ Դուք այդպես եք կարծում, թե ոչ։ Այդպես չեմ կարծում, որովհետև սեր ինձ համար գործողություն է։ Գիտեք, վերացական ասել սիրում ենք եւ կամ հոգու կանչող ընդհանրապես, այո, հոգին սիրում է, թվում է սիրում է, բայց այդ սա է պիտի վերածվի գործի։ Իսկ ինչպես ենք մենք դա գործի վերածելու։ Տղամարդը ամեն կնոջ մեջ պիտի տեսնի իր մորը, եւ եթե ինքը իր մորը սիրում է, ապա բոլոր կանանց նկատմամբ պիտի լինի հոգատար, պիտի ամեն ինչ անի, որ այդ կանայք լավ ապրեն ու երջանիկ լինեն։ Այսօր ամբողջ սերունդը դաստիարակում է կինը։ Ուսուցիչների 99%-ը կանայք են։ Իսկ ինչպես են ապրում այդ ուսուցիչները։ Հենց ձեր ասած սերունդ, ազգ կրտող կանայք, մայրերը ինչպես են ապրում։ Համարյա հերոսանալու աստիճան իրենց աշխատավարձերով եւ իրենց նվիրումով։ Եթե դնեք աշխատավարձը իրենց նվիրման կողքին, փոշի է ուղղակի այդ աշխատավարձը։ Ես միշտ իմ ծնողներին ասում եմ հանկարծ մտնելով այդ չանցնեի, որ դուք ուսուցչին կարող եք վճարել։ Դուք որ վճարում եք, մենք վճարովի դպրոց ենք, դուք հոգում եք ընդհանրապես պայմանների հարցը, ձեր երեխաների կրթության։ Մեր ուսուցիչները աշխատում են համարյա անվճար։ Այն աշխատավարձը, որ իրենք ստանում են թեև Հայաստանում մի քանի անգամ բարձրապետական դպրոցից, դա չնչին բան է իրենց իրական վաստակ։ Եթե ես ասեմ դուք մեր ուսուցիչներին վճարեք, դուք ի վիճակի չեք լինի ձեր աշխատավարձերը մեկ տարվա չեն բավարարվի իրենց մեկ ամսվա իրական աշխատանքը գնահատելու համար։ Հետևաբար այրերը մեր պիտի մտածեն իրենց պահած երկրում։ Դե այսօր այրերն են, չէ, հիմնականում քաղաքականության մեջ։ Իրենց մոր կերպարով կինը երջանիկ է, ոչ, հարգելի այրեր, հարգելի հատկապես քաղաքական եւ օլիգարխիկ այրեր։ Մի հատ մտածեք, նախկինում հայ օլիգարխները պարտադիր կրթության մեջ ներդրումներ էին ունենում։ Քանի այսօր օլիգարխ կա, որ խոշոր ներդրումների անում կրթության ոլորտում։ Քանի օլիգարխ կա, որ հենց մրցանակներ է սահմանել, ասենք, ուսուցիչների մեջ, ազգային ուսուցիչ մրցանակ օրինեք, ազգային ուսուցիչների հերոսացրեք, կարևորեք, որովհետև եւ մորը եւ հորը կերտողը էլի ուսուցիչն է, ազգ կերտողը ուսուցիչն է, այդ մայրը, որ ասում ենք ափերի մեջ մանիքեք ազգերի ճակատագիրը, էլի ուսուցիչն է դաստիարակելու կրթելու։ Դրա համար հայ կինը այսօր շատ դժբախտ է։ Ես չեմ ասում որ ցեկոսում այդ դեպի մասին։ Հայ կինը շատ դժբախտ է, սիրելի հայրեր, որովհետև կորցրել է հայրենիք, կորցրել է զավակներ, իսկ լավ մայրը բոլորի զավակներին իրենն է համարում։ Կորցրել է անվտանգ ապրելու որևէ երաշխիք, կորցրել է պատիվ, արժանապատվություն, արժեքներ։ Հայ մայրը այսօր հենման կետ չունի։ Հետևաբար դուք լիքը անելիք ունեք եւ մեզ այդ մի ամսյակով կամ մի տարով մի հուսադրեք ու ասենք սիրաշահեք կամ շտորհավորեք, չէ։ Ես համոզված եմ հայ մայրերի 90%-ը հիմա կմիանա ինձ։ Ինչ ենք ուզում ենք ձեզանից, ապրիլի 7-ին։ Մենք ուզում ենք, որ վերականգնեք մեր ազգի արժանապատվությունը, միջազգային հեղինակությունը, վերադարձնեք Արցախը, վերադարձնեք մեր սահմանների անվտանգությունը, վերադարձրեք մեր երեխաների երազելու հնարավորությունը։ Այսօր հայ երեխան վախենում է երազել, գիտեք, որտեղ միշտ մտածում է հնարավոր է թե ոչ։
Սա հայ տղամարդու գլխավոր խնդիրն է, իր երեխան պիտի վստահ երազի ու չվախենա մեծ երազանքներից, շատ մեծ երազանքների հետևից պիտի գնա այդ երեխան եւ ամեն մի երեխա եւ ամենակարևորը միակ բանը որ դուք չեք կարող վերադարձնել դրանք մեր տղաներն են, մեր զավակները, դա մենք ձեզ կներենք, եթե մնացածը վերադարձնենք, բայց դա ձեր աներիքն է, մտածեք այս մասին։